بسم الله الرحمن الرحیم سلام عرض میکنم Ողջունում եմ բոլոր ներկաներին, լրագրողներին, خیلی خوشحال هستم ուրախ که եմ, امروز որ այսօր به دعوت دوست و همکار իմ սիրելի ընկեր եւ գործընկեր պարոն Արարատ Միրզոյանի հրավերով در ایروان به سر գտնվում եմ میبرم Երևանում برای ادامه եւ رایزنی երկրների արտաքին նախարարությունի միջև քաղաքական խորհրդակցությունները շարունակելու շրջանակում մեր քննարկումների ընթացքում դիտարկելով անցած մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հերանեկարների շուրջ պայմանավորվեցինք պայմանավորվածություն ձեռք բերել առաջկա միսթան երկու երկրների միջև բարձրաձայն պատվիրակությունների փոխայցելի ուղղությամբ ուրախությամբ պետք է Կովկասի եւ առաջիկա եւ զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակում են կատարել եւ ինչպես նաեւ մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ ուրեմն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնման շուրջ մենք երկու երկրներին խրախուսում ենք որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն մենք տարածաշրջանի երկրների անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը աջակցում ենք եւ դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը եւ ցանկացած ուրեմն գեոպոլիտիկ փոփոխություններին դեմ ենք եւ սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է Ես կարծում եմ բոլոր խնդիրները տարածաշրջանի պետք է տարածաշրջանի ներսում երկխոսության եւ դիվանագիտության միջոցով այն լուծվել առանց ուժի կիրառման Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է տնտեսական հարաբերությունները զարգացումը ուրեմն հարգելով յուրաքանչյուր երկրի ուրեմն օրենքները տարածքային ամբողջականությունը Այսօր մենք նաև ամբողջ շատ խոսել ենք երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ուրախությամբ պետք է նշեմ, որ առևտրի ոլորտում եւ ինչպես նաև տնտեսական ծրագրերում դինամիկ զարգացում է արձանագրվում հատկապես զբոսաշրջության ոլորտում, մշակութային ծրագրում Մենք պայմանավորվել ենք, որպեսզի լավագույնս օգտագործենք երկու երկրների հարաբերություններում առավելագույնս օգտագործենք այն պոտենցիալը, որը առկա է հարաբերություններում Իրանը եւ Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծեն տրանզիտի ոլորտում եւ ուրեմն իրանական բեռնափոխադրումները դեպի Սևծով եւ ինչպես նաեւ իրանական բեռնատարների փոխադրումը դեպի ուրեմն Պարսիցոց Հնդկաստան եւ Օման դյուրացվեն Մենք ինչպես նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքսկետի վրա եւս նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ բեռնափոխադրումներ դյուրացնելու համար Մենք ինչպես նաև միջազգային հարթակներում մեր համագործակցությունը շարունակելու ուղղությամբ եւ աջակցումը միմյանց դիրքորոշումներին պայմանավորվել ենք այդ ուղղությամբ եւ ընդգծել Եվ ինչպես նաև շատ կարևում է մշակութային եւ ժողովրդի միջև կապերը բարձր են գնահատում եւ մենք վճռական ենք որպեսզի այդ հարաբերությունները զարգացնենք եւ նաեւ օգտագործել հնարավոր պոտենցիալները մյուս ոլորտներում հարաբերությունները զարգանան մենք գտնում ենք որ երկու երկրներում առկա են պոտենցիալներ որոնք օգտագործված չեն ուղղակի պետք է դրանք վերհանել եւ դրանք օգտագործել
եւ մենք Իրանի Իսլամական Հանրապետությունը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետի կողմից ներկայացված խաղաղության խաչմերու ծրագիրի նկատմամբ եւ գտնում ենք, որ մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Մենք հիմա գտնում ենք այն կետում, որ կարող ենք հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը բազմազանություն ունեն հարաբերությունները զարգացնելու համար եւ դա փաստորեն դինամիկ զարգանում են մեր հարաբերությունները։ Ես պետք է պարոն Միրզոյանից շնորհակալություն հայտնեմ, որ իմ հեղինակած գիրքը, թարգմանված գիրքը կարդացել եւ նախաբան է պատրաստել նրա համար եւ այն հրատարակվել է Հայաստանում հայերեն լեզվով եւ համոզված եմ սա կլինի փոքրիկ քայլ երկու երկրների հարաբերությունը եւ փոխգործակցությունը զարգացնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեծարգո պարոն Միրզոյանին եւ հույսով եմ, որ այս հարաբերությունները կլինեն շարունակական։